Ասում են բարմենը պետքա խմի, որ հյուրերին խմացնի։ Մենք հիշում ես, որ այստեղ աշխատում էինք, երբեք չէի թողում որ խմեին, հիշում ես։ Ու մենք միշտ վիճում էինք, ասում էի տնից մեկը պետք է խմի, բան, տենց կատակ են կամ Նարեկը իր համար խմում էր աշխատում էր, ես բարում չէի թողում ոչ մեկ խմեին։ Ու ես եկա այն եզրահանգման, որ ես ճիշտ եմ արել, որտեվ մյուս տեղում որտեղ որ աշխատում էի, մի հատ իվենթ եղավ, որտեղ բարմենները տենց ասեցի լավ, այսօր կարակ մի քիչ խմեք ու դարավ պրոբլեմ։ Մեկը երկու բաժակից ծխվեց, այն մեկը 5 բաժակից լավ քեֆ էր անում աշխատում էր։ Այսինքն ես չեմ կարող հասկանամ, քո համար նորմալ է, քո համար նորմալ չի, էդի հասկանում ես։ Դրա համար քրթով ոչ մեկին չի կարելի գործի ժամանակ խմել, կատեգորիկ։ Ցավոք պետք է համաձայնեմ իմ փորձով, չնայած ահա որ չեմ ուզում։ Այսպես աբսուրդ վիճակ է, որ նայ, ես որ աշխատում էի բարմեն, ես ի սկզբանե պրինցիպալ չէի խմում։ Չնայած ես սիրում էի խմել, բայց մտածում էի, էսի պրոֆեսիոնալիզմ չի։ Երբ որ դու խմիչքի կողք կանգնած սկսում ես խմել, ինքը այսպես ճանապարհ է, գլորվելու է սրանով։ Մանավանդ եթե կամքի ուժ ունեցա։ Բարմենը որ ինձ սովորացնում էր, ես չեմ գնացել ասոցիացիա, ինձ տեղում բարմեն էր սովորացնում։ Ինքը ասում էր՝ մի հրաժարվի խմիչքից, որտեվ աբարոտ է։ Լիշնի խմիչք են բանում, ես դրա համար ջրով շիշ էի պահում, տենց էի։ Տիպը ինձ ասում են հյուրասիրում, ասում են ես իմից խմեմ, տենց էի տակից դուրս գալի, էլի։ Բայց հետո ինչ որ պայի ժամանակ, տես մի 8-9 տարի արդեն որ աշխատում էի, ինչ որ մեջ սկսեցի ցավից, քիչ սկսեցի խմել։ Ու հիմա էլ հիմա ես աշխատում եմ 2 մեն շաբաթական, էլի, տենց որպես խոբի ավելի շատ։ Ու սկսեցի խմել, ու մի օր չխմեցի, որտեվ շատ էի արդեն խմում։ Ես գիտեմ այդ որտեվ սյոմքի էր հաջորդ Մյուս օրը սյոմքի էր։ Հա, նոր, ալա Я слежу за вами։ Ու ես որ սմենս փագում էի, էշացա ինչքան էներգիա է մնացել մոտս։ Դուք տարբեր լեվելների բիզնեսների մասին եք խոսում։